Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, այսօր Կիրակի է եւ մեր ձևավորած ավանդույթի համաձայն զրուցելու եմ պարոն Էդգար Ղազարյանի հետ, մանավանդ որ զրուցելու շատ բան կա։ Պարոն Ղազարյան, ես կուզեմ առաջինը զրուցենք մայիսի 9-յան միջոցառումից Կարմիր հրապարակում տեղի ունեցավ ուրեմն ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդես։ Նիկոլ Փաշինյանը ներկա էր, բայց ներկա չէր հայկական զորախումբ եւ մինչ ադրբեջանական բանակը այսպես քայլում էր Կարմիր հրապարակով, Հայաստանի վարչապետը ճնշված վիճակում նստած էր Բելարուսի նախագահի կողքը։ Ձեր կարծիքով ինչու Հայաստանը այդտեղ զորախումբ չտարավ։ Միթե ասենք մի ստորաբաժանում չկար, որ այնտեղ քայլեր։ Իհարկե իմ կարծիքը այստեղ 10-րդական է, որովհետև այդ կապակցությամբ արդեն կարծիքը հայտնել Նազելի Բաղդասարյանը, որը իդեպ հայկական պատվիրակության կազմում էր Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման իր արդեն ավանդական եւ պատմական կարմիր պիջակով։ Կարմիր հրապարակում կարմիր պիջակով Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանը նպատակահարմար չի գտել զորախումբ ուղարկել այդ զորահանդեսին մասնակցելու համար։ Իդեպ ասեմ, որ նախկինում էլի եղել են դեպքեր, երբ որ այդ զորահանդեսին մասնակցել են զինված ուժերի ստորաբաժանումներ տարբեր երկրների, ոչ միայն Ռուսաստանի զինված ուժերի, այլ տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այսինքն նախադեպ եղել է, որ մեր զինված ուժերը մասնակցեն այդ զորահանդեսին։ Այդ զորահանդեսին ըստ էության միակ երկիրը, որի ղեկավարը ներկա է եղել, բայց լավ սենց ասեմ, ԱՊՀ միակ երկիրը, որի ղեկավարը ներկա է եղել, բայց զորամիավորում չի մասնակցել շքերթին, եղել է Հայաստանը։ Այդ չասեմ ՀԱՊԿ երկրների մասին, որը որպես ռազմաքաղաքական դաշնակիցի երկրներ։ Իդեպ դրան մասնակցել է զորախմբով Ադրբեջանը, բայց նախագահը չի մասնակցել Ադրբեջանի։ Ադրբեջանի նախագահն էլ մինչև վերջին պահը ասել է, որ ինքը մասնակցելու է, այսինքն նախապես հաստատել էր իր մասնակցությունը։ Եվ եթե հիշում եք, նույնիսկ խոսակցություն կար, որ կարող է նաև Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև հանդիպում լինի։ Որոշ քաղաքագետներ կանխատեսում են, որ միգուցե հայ-ադրբեջանական համաձայնագիրը Մոսկվայում ստորագրվի մայիսի 9-ին։ Բայց Ադրբեջանի նախագահը չէր գնացել։ Պարզա որ հետևյալը նախագահի գնալու վերաբերյալ որոշումը կամ այցը չեղարկելու կարող օրերի ընթացքում լինի, բայց զորամիավորման ուղարկելու հարցը նախապես է, չէ՞ որոշում, այսինքն պարզա որ այդ շքերթը ավանդական շքերթը ամեն տարի կազմակերպվում, հա։ Ես արդեն պատկերացնում եմ, որ մի քանի երևի մի 6-7 ամիս կարող ավել ժամանակ առաջ արդեն Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական կողմից հրավեր է ստացել այդ շքերթին մասնակցելու համար, որովհետև այնտեղ բազմաթիվ տեխնիկական հարցեր կան լուծելու, էլի պետք է ընտրվի զորամիավորումը, զինծառայողները ովքեր են լինելու, նրանց զենքի տեղափոխման հարցը, թե զենք ընդեղից պետք է ստանան, չէ՞, շքերթին մասնակցելու, դրանք շատ լուրջ հարցեր են, էլի այդ կեցության հետ կապված հարցերը, այնտեղ այդ զորահանդեսը փորձեր է ունենում մայիսի 9-ից առաջ, մի քանի օր առաջ, դրանից մեկ ամիս առաջ եւ այլն, այդ փորձերին նրանք պետք է մասնակցեն պատշաճ կերպով, այսինքն այդ հարցերը շուտ է որոշվել։ Ադրբեջանը երևի մտածել է, որ իրաց նախագահան կմասնակցի, ի սկզբանե տվել են համաձայնությունը, Հայաստանը ի սկզբանե չի տվել, ընդ որում ՊՆ-ին որ հարցումներ են արել, թե մասնակցելու է թե չէ, մինչև վերջին պահը գաղտնի են պահել տեղեկությունը, չեն պատասխանել լրագրողական հարցումներին, ասել են, որ դա գաղտնի է, թե դրա ինչն է գաղտնի, մարդ չի կարող ասել, շքերթին պիտի մարդիկ քայլեն, դրա գաղտնի որն է, քայլում են, երևում որ գաղտնի է, քայլում են, չեն քայլում, երևաց որ չեն քայլում, էլի, դրան ինչ գաղտնի բան կա, էլի, որ գաղտնի են պահում։ Ակնհայտ է, որ ի սկզբանե չեն ցանկացել մասնակցել, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր որոշել ինքը մասնակցել շքերթին, թե չէ։ Դրանով է պայմանավորված, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները հիմա տես կապրիզների վրա են, չէ՞, հիմնված հայկական կողմի, որոշ չեն կարողանում տենց էլ հստակեցնել, էլ ինչ դիրքորոշում ցուցաբերեն, ինչ անեն։ Եվ դրանով պայմանավորված դուք ասում եք ինքը ընկճված էր այդ ժամանակ,
ամեն զորամիավորումներ անցնելուց այդ երկրի ղեկավարները ոտքի էին կանգնում եւ ընդունում էին իրենց զորքին Կարմիր հրապարակում եւ քանի որ հայկական զորամիավորում չկար, այդ ժամանակյա ռեժիսորները, չգիտեմ, պրոֆեսիոնալիզմից ելնելով են այդպես արել, թե չէ, ադրբեջանական Յաշմա ստորաբաժանումը, որ անցնում էր Կարմիր հրապարակով, Նիկոլ Փաշինյանին ցույց չեն տվել։ Ու մենք չգիտենք ինքը այդ ժամանակ նստած է մնացել, ոտքի է կանգնել, թե ծնկի է իջե, ճիշտ ասած, այդ կադրերը չկան, էլի, ոչ ֆոտոխցիկներն են ֆիքսել, ոչ էլ տեսախցիկները, դրա համար չգիտենք Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ինչ վիճակում ա եղել։ Բայց դա պետք է համարել որպես խայտառակություն, ընդհանրապես իր այնտեղ Մոսկվայում այդ վիճակում լինելը, պաշտոնական ընդունելությանը չմասնակցելը, այսինքն ինքը մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահի անունից տրվել էր ընթրիք, համերգ, հաջորդ օրը մայիսի 9-ին տրվել է ճաշ պաշտոնական, որին ինքը չի մասնակցել։ Հենց որ խայտառակ մասնակցում պաշտոնական պատվիրակության կազմում որևէ պաշտոնյա ըստ էության առանցքային չի եղել, ամենա իր պաշտոնական պատվիրակության ամենաերևելի գործիչը եղել է Նազելի Բաղդասարյանը։ Իհարկե, իր կարմիր պիջակով բոլորից շատ հայտնի, նաև Էնթոնի Բլինքենին հայտնի կարմիր պիջակով։ Պարոն Ղազարյան, ինչ նորություններ կան impeachment-ի գործընթացից, նախորդ անգամ դուք ասացիք, որ եղել են պատգամավորների պատասխաններ Վահագն Ալեքսանյանի կողմից եւ կարծեմ եւս մեկ հոգանուն տվեցիք, հիմա չեմ հիշում, խնդրում եմ կիսվել մեզ։ Այո։ Եվս մի պատգամավոր գրավոր պատասխան է, դա պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թաքուի Թովմասյանն է։ Նրա պատասխանն էլ այն նույն հայտարարության տեքստն ինչ որ պատիվ ունեմը հրապարակել էր 6 պատգամավորների ստորագրությամբ, այդ թվում Թաքուի Թովմասյանի, դա էր ուղարկել եւ միաժամանակ նամակի տեքստում գրել էր, որ ինքը փորձել է կապ հաստատել որոշ քաղաքական գործիչների հետ, առաջարկելով նրանց ստանալու համար նրանց համաձայնությունը որպես վարչապետի տեխնացու առաջադրելու եւ իր սեփական գործընթացը սկսելու համար եւ ստացել է մերժումներ, այսինքն ըստ Թաքուի Թովմասյանի իրեն չի հաջողվել սկսել անվստահության գործընթաց այն պատճառով, որ չի կարողացել գտնել մարդ, որը կցանկանա առաջադրվել որպես վարչապետի տեխնացու։ Իհարկե սրանք հարցեր են, որ լրացուցիչ քննարկման առարկա են, այդ թվում եւ Վահագն Ալեքսանյանի տված պատասխանը եւ Թաքուի Ղազարյանի, այսինքն պատասխանները կան, բայց դրանք չեն բավարարում։ Մենք ունենք նաեւ Հայաստան խմբակցության հայտարարությունը մայիսի 2-ի դրությամբ մեզ համար խիստ վիճելի եւ իմ կարծիքով շատ անտրամաբանական եզրահանգումներով, անհիմն պահանջներով, անհասկանալի, իրավական տեսանկյունից խոցելի, որովհետեւ ես դեռ չիմացա, ես լրացուցիչ հարցում եմ ուղարկել խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին, որպեսզի իմանամ այդ ինձ համար կարևոր է լեգիտիմությունը այդ փաստաթղթի, այսինքն դա իսկապես խմբակցության պատգամավորները տեղյակ են դրանից, թե չէ, ստորագրել են դա, թե չէ, արձանագրություն կազմել է, թե չէ, նիստը խմբակցության ազգային ժողովում ա եղել, թե ինչ-որ այլ վայրում, որովհետև խմբակցությունը դա ազգային ժողովի մարմին է եւ խմբակցության նիստերը, ոնց որ ազգային ժողովի նիստերը պետք է լինեն ազգային ժողովում։ Արդյոք դա այդպես է եղել, թե չէ, եթե ուրիշ տեղ ա եղել, ապա որտեղ ա եղել, ում ազդեցության տակ են այդ որոշումը կայացրել։ Շատ խնդրահարույց, վիճահարույց հայտարարություն, անկեղծ ասած, նաև որոշակիորեն անսպասելի, այսինքն մենք երբեք ես չէի մտածի, որ կարող է ընդդիմադիր կոչվող պատգամավորները, խմբակցությունները նման դիմադրություն ցույց տան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը եւ դրա համար ներկայացնեն պահանջներ այն քաղաքացունը, որ իրանց խնդրում է իրանց պարտականությունները կատարելու, ասենք այտենց ու դրա հետ կապված գալիս են նաև անհիմն, որևէ տրամաբանություն չունեցող եզրահանգումներ, որ սրանով թիրախավորվում են Հայաստան խմբակցության պատգամավորները։ Օրինակ ես հիմա վաղը
վաղվանից հանդիպումներ ունեմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ եւ ոչ միայն, որտեղ հանձնաժողովներ են, դրա կազմում կան նաեւ այլ խմբակցություններից պատգամ։ Հիմա ասենք ես եթե վաղը հանդիպեմ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի անդամների հետ, կարող է դա էլ ասեն Ղազարյան Էդգարը նրանց հետ հանդիպում նախաձեռնելով փորձում է թիրախավորել Հայաստան խմբակցության պատգամավորներին եւ նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Կամ ասենք օրինակ ես վաղը հանդիպում ունեմ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, ելը քաղաքացիների ընդունելության շրջանակներում։ Հիմա նույն բանն է, որ մեկը պատգամավոր նույն լուրջ դեմքով ասի, սա անիմաստ հանդիպում, ոչինչ չտվող հանդիպում, բան անլուրջ այդ հանդիպումը եւ դրանով ուղղակի ուզում են թիրախավորել Հայաստան դաշինքին եւ նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Եթե մեկը դες բան ասի, ինչ պիտի մտածի, նույնն է, ինչ տարբերություն։ Մենք բոլոր պատգամավորներին նամակ ենք գրացնում, ձեր պարտականությունը կատարեք, իրենք ասում են դուք մեզ թիրախավորում եք։ Ես դրա Պարոն Ղազարյան, ոչ միայն այդպես են ասում, այլ օրինակ Աղվան Վարդանյանը ճեպազրույց տվեց, անդրադարձավ ձեր ու Նարեկ Մալյանին, ձեր վարքագիծը կներեք իհարկե, բայց անվանում էր լկտիություն եւ ասում, որ կարող է միայն օրինակ Նարեկ Մալյանի լկտիությանը կարող են միայն քպականները գերազանցել, ասում էր, որ դուք շատ եք խոսում եւ այսպես շարունակ, այսինքն ոչ միայն ձեր նկատմամբ, ձեր առաջարկի նկատմամբ կա բացասական վերաբերմունք, այլև արդեն որպես անձինք, որպես գործիչներ ձեր անձերի նկատմամբ կա վատ վերաբերմունք։ Ինչով է սա պայմանավորվում։ Այսինքն փաստացի մենք անձնապես ենք թիրախավորվել այն բանի համար, որ մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել, ասենք օրինակ, որ մենք դիմել ենք Աղվան Վարդանյանին, ասում ենք Պարոն Վարդանյան, որտեղ իրան էլ ենք դիմել, առանձին նամակով, ասում ենք Պարոն Վարդանյան, որ շատ խնդրենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն կցուցաբերեք, որովհետև ինքը խախտում է մեր երկրի սահմանադրությունը եւ կործանել է մեր երկիրը։ Դուք որպես պատգամար, որովհետև դուք նման իրավունք ունեք, էլի, ես որպես Հայաստանի քաղաքացի չունեմ նման իրավունք։ Ես մենակ իրավունք ունեմ ձեզ խնդրանքով դիմելու։ Հիմա ձեզ խնդրում եմ, որ շատ խնդրեմ, տենց նույնիսկ որոշման նախագիծը որպես ձեզ օգնական, արդեն որոշման նախագիծն էլ գրեմ տամ, չէ՞, պիտի իր օգնականն աներ։ Դիտել ասում գնահատում է իմ օգնական լինելու կարողությունը։ Ասում եմ, էլ եմ արել։ Կստորագրեք ընդամենը ձեր այդ երևելի մեր կողմից շատ սպասված, սիրված պատմական ստորագրությունը կմեկնարկեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Շատ ես խոսում։ Այլանդակ։ Էլ ինչ էր ասել, ավանտյուրիստ։ Այդ ինչ ավանտյուրա է, որ դու դիմել ես, որ ես Նիկոլ Փաշինյանի պես վարչապետին անվստահություն եմ, ավանտյուրիստ, շատ ես խոսում։ Ճիշտ է, դու լավ բանաստեղծություններ ես արտասանում, պարոդիա ես անում, երգում ես, նվագում ես, ես իմ տես գնա երգի նվագի բան, որ չունես, անշնորհք։ Այսպես բաներ շշմել եմ, լուրջ եմ, ասում ես դրա ասուլի չեպազրույցներ ինչ էր, թևերը կշտել նստել է, ասածն ինչա, դրանով դուք թիրախավորում եք, դուք հստակ, չգիտեմ, ինչ-որ մի կետից ուղղորդված, ինչ էր ասես, ասենք, ինչքան անմիտ բան կարար մարդու գլխով անցնել, ասես լրագրողներին հավաքի երկնում է։ Ընդամենը մարդ իրան քաղաքացի նամակա գրի, ասում է պատգամավոր կլինի քո պարտականությունը կատարես։ Շատ է խոսում, ասում եմ։ Ես հիմա ասենք մենք Կոյրուն ջան բազմաթիվ հարցազրույցներ ենք ունեցել եւ ձեր YouTube-յան ալիքում եւ ճեպազրույցներ փողոցում եւ Եվրոմեդիա 24-ի եթերում։ Մի անգամ եղել է, որ ես նախաձեռնեմ այդ հարցազրույցները։ Չէ, միշտ ես եմ դիմել։ Ու դուրում ոչ թե դա միայն քո դեպքում է, այլ մնացած բոլոր դեպքերում։
ես բազմիցս եմ ասել, որ սկզբունք ունեմ, ես չեմ մերժում որևէ լրագրողի, ով որ իմ խոսքի կարիք ունի լսելու, ասենքն դիմում է հարցազրույցի համար, եւ չեմ նախաձեռնում հարցազրույց։ Մի անգամ եմ նախաձեռնել, մերժում եմ ստացել հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանի մոտ, որի արդյունքում ծնվել է Ղազարյան versus Ղազարյան հայտնի նախագիծ, այսինքն Պետրոսը այդ մի հարցազրույց աներ, այդ փորձանքից իրան փրկած կլներ։ Իրան եւ իր բազմաթիվ հյուրերի։ Հիմա ասում է, որ խոսում ենք, ինչից ենք խոսում։ Քննադատում ենք այս իշխանություններին, չէ՞, վեր եմ հանում նրանց թերությունները, ընդ որում ամեն անգամ ես հարցազրույցների հաղորդումներից առաջ երկար աշխատում եմ, պատրաստվում։ Հիմա վաղվա ազգային ժողովի հանդիպումների համար խնդրեմ, կառավարության գործունեության ծրագիր արդեն տպել եմ, հեսա նստած կարդամ, առանձնացնեմ ամեն մի հանձնաժողովի բլոկը առանձին, Ռուբեն Ռուբենյանի բլոկը առանձին, ծանոթանամ իրավական փաստաթղթ, այս ամեն անգամ պատրաստվում եմ։ Հիմա պարզվում է դա մեր ընդդիմադիր պատգամավորների, մասնավորապես Աղվան Վարդանյանին դուր չի գալի, ասում է շատ ես խոսում մեր Նիկոլին, շատ ես քննադատում դու անշանորդ։ Դե նմես մենք ինչ լավ ենք անում։ Այսքան ժամանակ լսած կաս Աղվան Վարդանյանը ազգային ժողով խոսի։ 1000-ից 1։ Այդ էս պիտի լինի։ Այսքան ժամանակ լսած կաս նա միտեղ է դա հարցազրույցի։ Այո, 1000-ից 1։ Այդ էս պիտի անենք։ Հանգիստ նստենք մեր համար սպասենք, թե երբ է գալու հաջորդ ընտրությունը, որ այդքան Նիկոլ Փաշինյանին կրվենք, մի քանի ընդդիմադիր անունով պատգամավոր ունենանք ազգային ժողովում, որ Ալեն Սիմոնյանը ասի, որ դրանք իր երազանքի ընդդիմությունն են, որ ծաղրի դրանց, որ հեգնի, վիրավորի դրանց, իրանք էլ այդ ամեն ինչը կուլ տալով ընդգրկվեն Ալեն Սիմոնյանի պաշտոնական պատվիրակությունների կազմում, իդեպ Աղվան Վարդանյանն էլ ա եղել Մերձբալթյան երկրներից մեկում հենց Ալեն Սիմոնյանի պաշտոնական պատվիրակության կազմում, Ալեն Սիմոնյանը այդ պահին եղել է իր գոնե այդ պահին եղել է իր ղեկավարը, հետո չգիտեմ ղեկավարման ազդեցությունը պահպանվել է արդյոք մինչև այդ հայտնի ճեպազրույցը, թե չէ, թե մինչև հիմա, բայց գոնե պատվիրակության ղեկավարը եղել է Ալեն Սիմոնյանը, որի կազմում եղել է Աղվան Վարդանյանը։ Ինչ ասեմ, ինձ համար այս ամեն ինչը ցավալի արձանագրումներ են, բայց կապ չունի։ Մենք սկզբից Աղվան Վարդանյանին մեր խորը փաստարկներով կհամոզենք, որ նա ի վերջո սկսի անվստահություն հայտնելու գործընթաց, հետո նաև մյուս պատգամավորներն։ Այս գործընթացը միայն հաջողություն է ունենալու։ Իդեպ ասեմ, որ պատիվ ունեմ խմբակցությունն էլ հայտարարությամբ հանդես եկել, այդ հայտարարությունն էլ առաջի տպավորությամբ ինձ համար ամենայն դեպս հիասթափեցնող, որովհետև մենք իրանց չենք դիմել, որ իրանք հայտարարությամբ հանդես գան, մենք իրանց դիմել ենք, որ իրանք սկսեն անվստահություն հայտնելու գործընթաց։ Եվ որևէ պատճառաբանությամբ այդ գործընթացը չսկսելը, դա ինձ համար հիմնավոր չի հնչում։ Այսինքն, որ իրանք չունեն վարչապետի թեկնածու, դա լավ բանի մասին չի խոսում, որովհետև ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում խորհրդարանում գտնվող, կյանքի ցանկացած իրավիճակի համար պետք է ունենա պատրաստի լուծումներ, կանխատեսելի, պետք է կանխատեսի իրավիճակը, որի ի հայտ գալու հավանականությունը շատ մեծ է, եւ այդ իրավիճակի համար պետք է ունենան լուծումներ։ Եվ եթե իրանք չունեն վարչապետի թեկնածու, դա արդեն վատ է, որ իրանք դեռ նոր պիտի սկսեն քաղաքական քննարկումներ այլ ուժերի հետ վարչապետի թեկնածու առաջադրելու համար, ես ուզում եմ իմանամ, թե 2022 թվից, երբ որ այդ հնարավորությունը կար, մինչև հիմա իրանք էլ ուրիշ ինչով են զբաղվել, եթե ոչ դրանով, որ պիտի վաղուց զբաղված լինեին, այդ հարցերը հստակեցրած լինեին։ Ինչի պիտի դա անեն մեր նամակը ստանալուց հետո, այլ ոչ թե դրանից առաջ, որովհետև մեր նամակը ընդհանրապես պիտի չլներ, իրանք պիտի վաղուց 2022 թվից այդ գործընթացը սկսած լինեին։ Հայաստան խմբակցության հայտարարությունները ուղղակի պատիվ ունեմից մի քանի level-ով վատն են, էլ, այսինքն Հայաստան պատիվ ունեմը գոնե մեզ պահանջներ չի ներկայացնում, էլի, որ մենք նաև պիտի ԿՊ-ական պատգամավորներ բերենք սկզբից ընդ որում բանով, ընդ կանխավճարով է։
8 հատը կանխավճար է, հետո 20 հատ էլ բան վերջնավճար, չգիտեմ այդ ընթացքում ասենք տունս պիտի գրավ դնեմ, ասենք կարող է պահանջեն ասեն այդ Ղազարյան Էդգարը պիտի տունել մեր պատգամավորներից մեկի անունով գրավ դնի, որ եթե հանկարծ մեծ զանգված փողոցում չհավաքվի, տունը անցնի այդ պատգամավորին։ Էդի չեն ասել, բայց կարային ասեին էլի, որովհետև այն պահանջները որ դրել են ավելի ոնց որ թե անտրամաբանական է, քան եթե ասեն տունը դեռ պիտի գրավ դնես։ Պարոն Ղազարյան, նախ այս process-ը impeachment-ի գործընթացի շատերի կարծիքով ուղղորդվում է երրորդ նախագահի կողմից, այսինքն դուք ուղղորդվում եք երրորդ նախագահի կողմից, ավելին դրա համար վարձատրվում եք, այսօր ես մի տեղ էլ նույնիսկ տեսա ձեզ հարցնում էին այդ ինչով եք ապրում, որ չեք աշխատում, ինչ որ կապ ունի երրորդ նախագահը այս process-ի հետ, դրա կազմակերպման նախաձեռնման առումով։ Բացարձակապես կապ չունի եւ չի կարող ունենալ եւ ես չգիտեմ թե այդ կապերը որտեղից են մարդիկ մտածում, գտնում, ընդ որում դա ասում է նաեւ այդ մասին ասել է Ագնեսա Խամոյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր էլ, այսինքն ես ուզում եմ եթե իրան երբևէ հնարավորություն կունենաք հարց տալու, ինձ հետաքրքիր է, այսինքն իր տրամաբանությունը ինչու՞մ, ասենք ես իմ կապը Սերժ Սարգսյանի հետ ինքը որ այնց վստահ, արդեն որպես ճշտված տեղեկություն ասում է, ինչով է պայմանավորված։ Եթե դա պայմանավորված է դրանով, որ ես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում եղել եմ Վայոց ձորի մարզպետ, ուրեմն շատ վատ բան է ստացվում, եթե միակ տրամաբանական կապը դա, որովհետև Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ա եղել մարզպետ, որում ավելի մեծ մարզի տարածքով, քան Վայոց ձորն է։ Հիմա Ագնեսա Խամոյանը պնդում է, որ Իշխան Սաղաթելյանը հիմա ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կամ իրանց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ իրանց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարի պաշտոններ են զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում։ Հիմա Տիկին Խամոյանը պնդում է, որ նրանք առնվազն այդ երկուսով հիմա ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ասենք այդ տրամաբանությունը ես ուզում եմ հասկանամ ինչու՞մն է, էլի։ Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության ղեկավարն է, հանրապետական կուսակցությունը ունի գործադիր մարմին, որի կուսակցության փոխնախագահները գործադիր մարմնի անդամները իզնից բարձր հանրային հեղինակություն եւ ճանաչում ունեն, ժամանակային իզնից բարձր պաշտոններ են զբաղեցրել եւ հիմա էլ այդ կուսակցությունում ղեկավար մարմիններում ընդգրկված մարդիկ են։ Իսկ Սերժ Սարգսյանը եթե ինչ-որ բան է ուզում անի, իր կուսակցության գործիչների միջոցով պիտի չանի, ուրիշի միջոցով պիտի անի։ Ես ավելի բարձր վարկանիշ։ Երբ որ պատիվ ունեմ խմբակցության 3 պատգամավորներ, այդ թվում խմբակցության ղեկավարը եւ քարտուղարը հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ են։ Ու հիմա ասենք թե ես նամակը իմ Հայկ Մամիջանյանին իր բովանդակությամբ չի տարբերվում Ագնեսա Խամոյանին ուղարկված նամակից։ Երկուսին էլ մեր խնդրանքը նույնն է։ Երկուսից մեր ակնկալիքը նույնն է, երկուսից ստացված արձագանքի նկատմամբ դժգոհությունը նույնն է։ Բայց տրամաբանություն էլ, այսինքն կարելի է ցանկացած բան ասել, չէ՞, ասենք ինչ-որ Էդգար Ղազարյանն է, բանը Թրամփի մարդն է, Թրամփն է անում այս ամեն ինչը, այս Սերժ Սարգսյան։ Թրամփն է անում։ Պուտինն է, ախպեր, Պուտինն է։ Ասել եմ խոչի բան անես, չէ։ Հիմնավոր ես, ես եթե մի բանը հիմնավոր չի, մեր կա պարանոց է։ Ես վստահեցնում եմ, իմ խոսքի հիմա ուղղված է ոչ թե մարդկանց ովքեր, որ այդ անիմաստ անհիմն դատողություններով են հանդես գալի, այլ մեր հանրությանը ես վստահեցնում եմ, որ այս նախաձեռնությունը
քաղաքացիական նախաձեռնություն է։ Ես այս մասին նոր չեմ սկսել խոսել, իմ բոլոր հրապարակային ելույթները հանրությանը հայտնի են, իմ բոլոր հրապարակային ուրեմն գրառումները Facebook-ում պահպանվում են, այս մասին ես սկսել եմ խոսել նույն շեշտադրումներով, նույն օրակարգը առաջադրելով 2022 թվականի օգոստոսի 23-ից։ Եվ մշտապես բոլոր շարժումների, բոլոր process-ների ժամանակ ես ասել եմ, որ այս խնդրի լուծման ձևը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Այնպես որ սա նոր process չի, սա իմ որպես քաղաքացու հիմնավոր կարծիքն է, հիմնված է ոչ միայն քաղաքական process-ների, առկա հիմնավորումների, այլև մեր երկրի սահմանադրության վրա։ Եվ մեր պատգամավորները կարծում են, որ մի օր կգանեն եզրահանգման, որ այդ օրինական տրամաբանական խնդրանքը քաղաքացու ստացված կկատարեն առանց այլևայլություններ փնտրելու, առանց դրա մեջ ինչ-որ բաներ տեսնելու, որոնելու համար։ Անդրադառնանք մեկ այլ թեմայի, պարոն Ղազարյան, Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ըստ Զարուհի Փոստանջյանի տեղեկությունների անմարդկային ուղղակի վերաբերմունք է դրսևորվել ոստիկանության բաժնում, նախ իրեն մեղադրվում է համարյա նույն մեղադրանքն է, ինչ ձեր պարագայում, այսինքն դատանի նկատմամբ անհարգալից դրսևորումը, նա էլ է դատավորի նկատմամբ արտահայտվել եւ մեղադրանք է առաջադրվել նրան եւ կալանավորվել է 1 ամսով, բայց ասում են ոստիկանության բաժնում, երբ որ նրան բերման են ենթարկելու ձերբակալել են, նրա հագուստը հանել են, մերկացրել են տեսախցիկների առաջ իբրև զննում կատարելու համար։ Դուք ոստիկանությանը բավականին լավ եք ճանաչում, արդյոք հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նման բան անի, այն պարագայում, որ ոստիկանության ղեկավարը ըստ էության ներքին գործերի նախարարը կին է։ Գիտեք, ես հիմա չեմ կարող ականատես չեմ կարող ականատեսի վկայություն անել հաստատելու համար այդ տեղեկությունները կամ հերքելու, բայց կարծում եմ նաև, որ այդ մասին հրապարակային խոսացող մարդիկ էլ դժվար թե նման տեղեկություններ ասելուց պարզապես զրպարտություն անեն, առավել ևս Զարուհի Փոստանջյանը ինքը մասնագիտությամբ փաստաբան է եւ հիմա էլ է զբաղվում փաստաբանական գործունեությամբ եւ շատ լավ գիտի զրպարտության իրավական հետևանքների մասին եւ եթե դա իմանալով ոչ պատահական մարդը նման հայտարարություն անում, նշանակում է, որ դա հավանաբար իրականությանը համապատասխանում։ Հնարավոր է մեր իրավապահ համակարգում ոստիկանությունում նման բան տեղի ունենա, թե չէ, ցավոք սրտի դա հնարավոր է եւ դա այդ հնարավորությունը առաջացել է այն անպատժելիությունից, որը մինչև հիմա տեղի ունեցածի համար ոչ մեկը չի պատժվել, պատասխանատվության չի ենթարկվել։ Օրինակ, երբ որ ինձ ոստիկանության դիմակավորված ծառայողներ ազգային ժողովի ընդունարանից ձեռնաշղթաներով գետնին տապալեցին, ձեռնաշղթաներ հագցրեցին եւ տարան ոստիկանության բաժին ու տենց էլ ոչ մեղադրանք առաջադրեցին, ոչ նույնիսկ վարչական պատասխանատվության ենթարկեցին, վարչական ակտ կազմեցին, բայց კი դատարաններ չեն ուղարկել, իսկի չեն էլ տուգանել, այսինքն ես ոչ մի իրավախախտում չեմ արել, ոչ մի իրավախախտում չարած մարդը, այսպես սպիտակ վերնաշապիկով, կոստյումով դուրս է գալի ազգային ժողովի ընդունում, հիմա կարող է վաղն էլ անեն, գիտեք, այդ ժամանակ էլ էի գնացել հանդիպում խնդրելու ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախագահի եւ քարտուղարի հետ։ Ընդունարանի աշխատակցի հետ պայմանավորվում եմ, բջջային հեռախոսի համարս տալիս եմ, ասում եմ մենք իրանց հետ խոսենք, ձեզ կզանգենք։ Դուրս եմ գալի, իմ նկատմամբ կիրառում են այտենց դաժան ուժ։ Ասենք Նարեկ Սամսոնյանին, չէ՞, տապալեցին գետին, ձեռնաշղթաները հագցրեցին, ծեծելով, բանով տարան, ասին հանցանք ես գործել, դատարանի որոշմամբ արդարացվել, այսինքն ինքը ոչ մի հանցանք չի գործել։ Սամվել Վարդանյանի դեպքը, չէ, որ քննչական կոմիտեից մինչև հատուկ այդ պահպանվող անձանց վայր տեղափոխելուց ոստիկանական հսկողության ժամանակ, որ ենթարկվում է աննախադեպ կտանքների, ես իմ աննկարագրելի, որ իսկի չես ուզում ասես թե ինչ ձևի խոշտանգումների։ Պարզ է, չէ, որ դա էլ է ոստիկանների կողմից
կազմակերպված ձևով իրականացվե, Այո։ որևէ մեկ այդ ասածներից համար պատասխանատվության ենթարկվել է, ոստիկանության բաժնում փաստաբանների ծեծ, հիշում եք այդ միջադեպը, Երևանու Այո։ բաժնում ոստիկանության, որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել, ոստիկանների մեր երկրում բաներն են, ԼԳՏՊ-ներն են ծեծում, էդի արդեն եթե ոստիկանների վրա ներգործություն լնում ու անպատիժ լնում, այդ արդեն այլ համայնք է։ Հիշում եք կենտրոնի բաժնում, որ ԼԳՏՊ-ները Ապտակել էին, ապտակել էին, դուռը բացեք, բանես, գորը իրավիճակի տեր էին։ Ու ես չեմ բացառում, որ նաև նման բան տեղի ունեցած լինի, նաև լրագրողի, իսկ լրագրողների նկատմամբ իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու իշխանական հարձակումները, թիրախավորումը, խոչընդոտումները, դա արդեն այս դառել է մեր համար մի հատ սովորական երևույթ, էլի։ Ազգային ժողովում ինչ սահմանափակումներ են դրած լրագրողների գործունեության համար։ Էլ աթոռներ հավաքել, որ չկարողանան նստեն, ինչա թե Ալեն Սիմոնյանին տենալուց չեն ծնկի իջե եւ երկրպագե իրան, էլ Անին Գևորգյան ձեռովոտ արած անվտանգության աշխատողները, այս վերջերս օթյակում են միջադեպի ժամանակ, երբ որ լրագրողները նկարում էին, փորձեցին акցիա իրականացնեն, անվտանգության աշխատողները լսում, դուք ազգային ժողովում գրեթե ամեն օր եք լինում, այնտեղ հավատարմագրված լրագրող։ Ես չգիտեմ, բանակում որ դուք ծառայել եք, ընդ այդքան զինծառայող կար, ինչքան ես ամենայն դեպս որ խորհրդարանական լսումներ ալում գնում եմ ազգային ժողով, ոնց որ կազարմ ալնի։ Հա, զորանոցիա նման, Ասենք այսքան ես քանի երկրի պարլամենտներում եմ եղել, նաև որպես դեսպան եղած ժամանակ Լեհաստանի խորհրդարանում հարյուրավոր անգամներ եմ եղել։ Ո՞վ է տեսի, ասենք զինվորական համազգեստով մարդիկ խմբերով ազգային ժողովի պարլամենտի միջանցներում, բաներում, sense ամեն քայլափոխի թույլ չտան, ասենք լրագրողները անցնեն շենքի այս մի մաս, օթյակից դուրս չգաք, այս չան, սա բաներ, ասենք սա խոչընդոտման ձևեր է, չէ՞։ Այդ կարգի ստուգումները դալիճ մտնելուց, բան, sense ինչ կա սա պիտի հանես դնես, մի հատ մուտքի մոտ են ստուգում, մի հատ դալիճ մտնելուց են ստուգում, նույն ցուցակներով, բանը, լրիվ ոնց որ այս մոտ հատուկ ռեժիմի հիմնարկ կլինի։ Ոնց որ այդ իմաստով ես կարծում եմ հնարավոր է դա ու այդ հնարավորություններ գալիս այն անպատժելիությունից, որը մինչև հիմա գոյություն ունեցել։ Հիմա վաղը խորհրդարանում պետք է հանդիպեք պատգամավորների հետ, ինչ նպատակ է հետապնդում ձեր այնտեղ գնալը, պարոն Ղազարյան, փորձելու եք Ռուբեն Ռուբինյանին համոզել, թե հակառակը ճնշել կամ չգիտեմ, ինչ ազդեցություն եք բանեցնելու նրա նկատմամբ։ Չէ, ճնշել ոնց կարամ ճնշեմ, որևէ մեկը որևէ մյուսին իրավունք չունի ճնշելու, առավել եւս պատգամավորներին, ճնշելու նպատակ չկա, ես պատրաստված եմ գնալու, իմ ձեռքի տակ կլինի կառավարության գործունեության ծրագիր, ես նախապես ասել եմ, որ գրանցում ես ընդունելության համար քաղաքացիների, ընդունելության նպատակը, այսինքն խնդիրը ասում ես թե որն է, եւ ես ասել եմ, որ խնդիրը վարչապետին անվստահություն հայտնելն է։ Քանի որ ԿՊ-ական պատգամավորների մեծամասնությունից ես տենց էլ պատասխաններ չեմ ստացել, նախ ես մի հատ ուզում եմ ստանալ իմ նամակի պատասխանները, այսինքն մի հատ ուզում եմ իմանամ ինչ ընթացքում է իմ դիմումը, իմ նամակը եւ իրանք ինչի չեն պատասխանել։ Օրինակ ես վերջերս մի հատ պատգամավոր եկար ԿՊ-ական, ուղղակի դրանց չենք ճանաչում, ոնց ահագին մարդու նման էր, հայկական ժամանակ օրաթերթը բան արել, հարցազրույց է վերցրել սրանից ճեպազրույց ազգային ժողովում, հեսա զուգահեռ փորձեմ հայկական ժամանակ բանը, ասում է դուք ստացել եք Էդգար Ղազարյանի նամակը, ասում է հա ստացել եմ, ասում է բա ինչ եք արել, ասում է ուտիլիզացրել եմ, էդի բանն է, ու բացատրում է, գցել եմ աղբարկղը։ Ոստասի փաստորեն երկրորդ դեպքն է, էլի ինքը չի նկարել, որ տենանք ոնց է դա էլ է, հեսա գտա, ուրեմն Ղազարյանի Մայլանի նամակը գցել եմ աղբանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա, Պարսիլյան, լսած կաք ձեզ բան։ Մոտավորապես իմացում մասին է խոսքը, դեմքով տեսել եմ, այո։ Տիգրան Պարսիլյան։
Ակին մեզ մարդու նման է, որ նկարաբանն ես նայում ես, ասենք որ ոչ մի բան չեն, իսկ իմանաս մարդ է։ Շատ նման է։ Հիմա ասեք, ես ուզում եմ հասկանամ, էլի, սա կարծեմ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ։ Ես դեպ ասեմ, ես բոլոր հանձնաժողովների ընդունությանը գրանցվել եմ, որը որ վաղվանից է սկսում, էլի։ Մի քանի անցաշաբաթ առաջ եմ հասցրել 3-ը։ Մնացածին բոլորին գրանցվել եմ, եւ ազգային ժողովի 2 փոխնախագահներն են, ազգային ժողովի նախագահը ինչ որ ընդունելություն չի անում, եւ բանը մշտական հանձնաժողովն։ Ասեք իմ հետ ուզում եմ սրան իմանամ, ասենք ոնց թե դու իմ նամակը գցել ես աղբարկղը։ Ոնց էլ ես, ինքն քաղաքաց օրենք կա, եթե քաղաքացուց նամակ ես տանում, դու պաշտոնյա ես, պիտի պատասխանես, քո տեսակետները հայտնես։ Եթե քաղաքացու առաջարկին դու համաձայն չես, այսինքն պիտի պատրես գցես նամակը։ Պետք է հիմա քաղաքացին եւ պետությունը մեր սահմանադրությամբ քաղաքացիական հասարակության պայմաններում հավասար կարգավիճակ ունեն։ Ինքը պետության պաշտոնյա է։ Հիմա ես իմանամ, կարելի է իրան գցել աղբարկղը։ Օրինակ այդ Պարսիլյանին իմ կարծիքով չի կարելի։ Բայց իր վարքագիծը հուշում է, որ կարելի է իրան է գցել աղբարկղը։ Որտեղ ինչ տարբերություն չէ, ես եմ թե իմ գրած փաստաթուղթն է։ Բայց ես իմ պետության տված ID համարի տվյալներով, նույնականացման իմ տվյալներով իրան նամակ եմ գրում։ Այսինքն իրան ներկայանում եմ որպես քաղաքացի, չէ, ես կարող եի հիմա բանավոր գնամ։ Այդ նույն բանա ոնց որ ես վաղ գնամ իրանց հետ հանդիպան, իրանք բռնեն ինձ սպանեն գցեն աղբարկը։ Կարա՞ դες բան անեն։ Ինչ տարբերություն, չէ։ Իմ նամակը թե ես, այդ նամակը իմ խոսքն է գրավոր, պաշտոնական ձևակերպված, պաշտոնական խողովակով իրան փոխանցված, չէ։ Այդ փաստորեն իր գիտակցության մեջ իրան է կարելի գցել աղբարկը։ Իրան Արսեն Թորոսյանին։ Բայց ես դες չեմ մտածում։ Հիմա ասենք, եթե պաշտոնյան ինքը դες պահվածք է ցուցաբերում, այդ չի նշանակում, որ մենք պիտի դա ներենք, հանդուրժենք։ Իրենք պիտի պատասխան տան իրենց ամեն արածի համար։ Հիմա ես հետս տանել եմ կառավարության գործունեության ծրագիրը։ Տանել եմ, ասես ցույց տամ, ասեմ աղբեջան, էսի կազմված է 102 էջից։ Մի հատ թիվ ասա։ Գորի ջան, նա դες բառը պատը, հա? 4 4 բացում ենք 4 էջ։ Ու մեկ լյուբոր էջը կարդում ենք։ Ասենք տենանք ինանք այդ ծրագիրը կատարել են, թե չեն կատարել, չէ՞, կառավարության ազգային ժողովը պիտի վերահսկի։ Գորին դու այնց հետաքրիր մարդ ես, այ աղբեր։ Եկան ամեն ցավը տեղերի։ Դասաբան։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության վրա։ Գորեն դու կարող ես այդ մարդկանց ճշնամին ես, Այդ բանն է, Շուշիի դեօկուպացիայի խոստումներն է, չէ՞։ Սրա մեջ է, հնարավոր չի չլինի։ Ասենք մենք ցանկացած մի հատ ուրիշը մինչև մեկ բանը 4-ից 102 մի հատ թիվ ասա։ 51 51 Ես տենց է գիտեի, որ ասել են 51 Այս ուրեմն 51-ը մեզ մոտ գալիս է ջրային տնտեսություն ոլորտը։ 51 էջում դրած է իրականացվելու է հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների 10 ծրագիր, մաքրելով գետերի եւ հեղատարների հուները, ինչպես նաեւ իրականացվելու են ափերի ամրացման աշխատանքներ։ Այդ Երևանի անձրևներն է։ Երևանում ամեն օր հեղեղը չհաշված բանի ողբերգությունը ալավերդու։ Այո։ Դες ասեք հիմա խո մենք պայմանավորված չենք, չէ՞, ուղիղ եթերում իրար հետ աշխատում ենք, չէ՞։ Հիմա ասենք թե վաղը եթե տարածքային կառավարման տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հետ, պիտի առաջնահերթ իրանց հետ բացենք, պարզ հայերենով կարդանք այդ ոլորտում իրանց անելիքները, չէ՞։ Բայց հիմա դրանից հետո ասելու եմ, այ եղբայր, ինչ որ նամակում գրել եմ։
այս ծրագրի վերահսկող մարմինը դուք եք։ Դատարանները չեն կարող վերահսկեն, կենտրոնական բանկը չի կարող վերահսկվի, Գյումրու քաղաքապետարանը չի կարող դուք եք։ Բայց եթե մենք կոյրոնի հետ կարդում ենք ցանկացած էջի ցանկացած տողը խնդում ենք, որովհետև դա չի կատարվել։ Դուք ինչ եք անում։ Դուք անվստահությունը, բա ինչի համար է, ասում եմ, մենք շատ ենք, շատ եք շատով անվստահություն հայտնեք։ Բայց եթե դուք մեծամասնություն չլինեիք, կառավարություն ո՞նց կձևավորվեր։ Կառավարությունն է ձևավորվել, հա, որպեսզի ծրագիրը կատարի։ Սահմանադրությամբ ասում է, կառավարությունը պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնում է միայն այս ծրագրի հիման վրա։ Հիմա ասում եմ, մի հատ ինձ կարաս ասես Ղալումյան ջան, այդ Ղալումյանն է այդ հանձնաժողովի նախագահը։ Մի հատ կենսաբանական զանգված է, որը կազմված է մի հատ մեծ փորից ու մի հատ փուճուր գլխից։ Ասենք իրան որ նայում ես, մի հատ ասես մեշոկա, ասես այս տրոպկի, այսպես բան։ Էսե գլուխը, այս։ Ինգել եղել է Տավուշի մարզպետ։ Նիկոլի Քավորի աղբերն է։ Աղբերն էլ հիմա Իմիկվա մարզպետն է։ Այո, Հայկ Ղալումյան։ Այդ շահերի բախում բանել իր հերթին։ Բա հիմա ասենք թե ասել պիտի հարցնեմ, չէ՞ ասեմ այդ Տավուշից որ գյուղերը հանձնեցիք Ադրբեջանին։ Մի հատ էս 1-ից 102 էջի մեջ։ Ինչ կասես, որ էջում է գրած, որտեղ կարդամ դա։ Որ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ իրական ստեղծի սահմանային հանձնաժողով ու իրականացնի Տավուշից գյուղերի հանձնում Ադրբեջանի։ Էդի որտեղ է գրած թե որ արել եք։ Պատասխան պետք է տան, չէ՞։ Ցանկացած պաշտոնյա հիմա ասենք թե Ռուբեն Ռուբինյանը այդ նաև հիմա եմ ասում որ նստեն այսօր նայեն նախապատրաստվեն վաղվա իսկ ես իրանց համար անակնկալներ չունեմ այնպես բան չի էլի որ այս մի բանը տեղում քանում կշխկստեն հիմա եմ ասում այ ախպեր ուզում ես իրիկունը զանգեն Ռուբինյանը հիմա գա մեր տուն ես իրան ասեմ վաղը մանրամասի ինչ եմ ասելու այս քշերը թա նստի պատրաստվի բաց Ռուբինյանը հիմա իրան կարգել է Նիկոլ Փաշինյանն էլ ասում ենք ընդունում է որպես հայ-թուրքական հարաբերությունների հարցում պաշտոնական բանագնաց ճիշտ է չի կարա չի ասի որ սխալ է Ռուբինյանը օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է մեր սահմանադրությամբ էլ ասում է որ բանը արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը ես ուզում եմ իմանամ ինչ գործ ունի օրենսդիր իշխանության ներկայացուցիչը կատարի գործադիր իշխանության ֆունկցիա իրավունք չունի հասկանում ես հիմա ասեմ վարչապետը Նիկոլ Փաշինյանն ասում է որ բանը ինքը հաշվետու է ինձ ո՞նց է հաշվետու եթե պիտի իրան հարցնեմ չէ ասեմ դու ո՞նց ես հաշվետու մեր սահմանադրությամբ գրած է որ Նիկոլ Փաշինյանն է քեզ հաշվետու ուրեմն Ռուբեն Ռուբինյանը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում որպես հանձնաժողովի անդամ հիմա այս վաղը պիտի Ռուբեն Ռուբինյանից իմանամ այդ հանձնաժողովի նիստ վերջին անգամ երբ է եղել ինչ որոշում են կայացրել ինքը այդ հանձնաժողովի անդամ է բայց լավ այդ հանձնաժողովի անդամը այդ հանձնաժողովի նիստ չեն անում չեն մասնակցում ինքն էլ իրավունք չունի լինի հատուկ հանձնարարություններով դեսպան բայց հատուկ հանձնարարություններով դեսպանի ֆունկցիա կատարում այտենց որոշում չունենալու խախտելով մեր այսինքն մեր այդ խոսակցությունից հետո վաղը չգիտեմ էլ Ռուբինյանը պիտի Զանգ ես վերջերս ամուսնացել եմ, մի ժայռից նոր ամուսնացել, երեխա չունենեմ։ Զանգի կնգան ասի, կնիկ, ես տիրիկուն տուն չեմ գալու, ես հետում եմ ազգային անվտանգության ծառայություն։ Որտեղ ընդեղ կա սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության, չգիտեմ ինչի վարչություն։ Ես հետում եմ ընդեղ Ղազանի հետ հանդիպել եմ, այնպես բաներ ասել, ես դետամ նորմալ իմ շնորհքով այդամ դատվեմ, էլես չեմ գա տուն։ Որտեղ
Այդ իր գործած հանցանքների համար են այս պատիժները նախատեսում։ Պետական դավաճանություն, սահմանադրական կարգի տապալում եւ այլն։ Որ Ռուբինյանի կնիկ պիտի ահագինվա, արդեն ուրիշ բաների մասին մտածել, դրա մարդ պիտի չգա տուն։ Նու ասեք ուրիշ բան ասելը մտածի, թե ոնց է դա տեսակցության, ճշտի երկարատև տեսակցության օրերը երբ են։ Տենց։ Բա պիտի թողնենք իրանք ասեք ինչ ուզում են անեն, հա։ Իրանք ընդհանրապես ով են դրանք։ Հանրային ծառայողներ։ Ես իմ համար գիտեք ինչ սովորական բան է, ես որ մարզպետ էի, օր ունեի քաղաքացիների ընդունելության օր։ Համբերատար նստում էի, լսում էի բոլոր քաղաքացիներին, ովքեր գալիս էին, դիմումներ, բողոքներ, խնդրանքներ էին ներկայացնում մարզպետին։ Եթե ես դա արել եմ, իրանք է պետք է անեմ, դի նստեն համբերատար, լսեն, մանավանդ որ ես անձնական հարցերով չեմ գնում իրանց մոտ, ասենք չեմ գնում Ռուբինյանին ասեմ, գիտես, ինչ մի հատ մարդ կա կոմենտներում անհանգստություն է հայտնել, թե իմ եկամտի աղբյուրները որտեղից են։ Կլինի ինձ մի հատ այնպես նորմալ եկամտի աղբյուր տակ մենք էլ մի քիչ Թզվենք։ օգտվենք։ Ձեր նման։ Ես տենց հարցով չեմ դիմել Ռուբինյանին։ Եվ վերջին հարցը պարոն Ղազարյան, Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը եւս իմպիչմենտի գործընթաց են պատրաստվում սկսել։ Իրենց հետ փոխգործակցություն հնարավոր եք համարում եք, որտեվ պատիվ ունեմ խմբակցությունից բացի եւս երկու ձայներ պետքպականներից Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կարող են լինել այդ երկու պակասող ստորագրությունը իմպիչմենտի process սկսելու համար։ Հովիկ Աղազարյանը ուրբաթ օրն է հայտարարել, որ իրենք պատրաստում են սկսեն անվստահության գործընթաց, մինչ այդ ինքը ասել էր, որ այդ մասին հայտարարությամբ հանդես կգա իրանց նոր ստեղծված մասկ կուսակցության վարչության նիստից հետո, այսինքն ամենայն հավանականությամբ այդ վարչության նիստը կայացել է եւ իրանք որոշում կայացել են անվստահության գործընթաց մեկնարկելու մասին եւ ասաց նաեւ որ վարչապետի տեխնացուի մասին էլ կհայտարարեն ամսի 29-ը, այսինքն քանի դեռ չկա վարչապետի տեխնացու, կարելի ասել որ իրանք նույնպես դեռևս այդ գործընթացը չեն մեկնարկել, որովհետեւ կարող է մինչեւ ամսի 20-ը միգուցե փոխեն նաեւ իրենց դիրքորոշումը, ես չգիտեմ, կարող է նաեւ հաստատեն։ Եթե որոշեն նախաձեռնել այդ իրանց կուսակցությունը, որի վարչությունը այդ որոշումը կայացել, ազգային ժողովի երկու падգամավոր Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Հիմա եթե իրենք սկսեն առաջադրեն վարչապետի տեխնացու, ես անկեղծ ասած դրան շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ դա այն է, ինչ որ մենք ստեյցիան մեր նամակներով առաջարկել էինք падգամավորներին, այսինքն սկսել անվստահության գործընթաց, ես նորից եմ կրկնում։ Մեր մոտեցումները շատ սկզբունքային է եւ հստակ, մենք բոլորին ենք դիմում, մեր համար կապ չունի մարդը որ խմբակցության падգամավոր է, խմբակցությունից դուրս եկած падգամավոր է, թե չէ։ Եվ եթե այդ գործընթացը սկսի, ընդդիմություններ չունենա մինչև այդ մյուս падգամավորներ այլ նախաձեռնություն, ապա դա գործելու իրավունք ունի, ապրելու եւ միգուցե պետքա մյուս падգամավորները միանան այդ նախաձեռնությանը։ Կարծում եմ որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ոչ վաղ անցյալում են եղել քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, եւ նրանց այդ խմբակցությունից դուրս գալու պատճառը ոչ թե քաղաքական, չգիտեմ, ինչ-որ հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններն է, այլ ընդամենը մի քանի ոշխանն է։ Այդ ոշխանների պատճառով Հովիկ Աղազարյանը դուրս եկավ, Հակոբ Ասլանյանն էլ հետևից։ Հիմա իրանք միգուցե ԿՊ-ի մյուս падգամավորների հետ, բարձա չէ, իրանք շփումներ ունենալու համար կարիք չունեն քաղաքացիների ընդունելության օրերთან ազգային ժողովի ընդունարանը գրանցվեն, հերթագրվեն, շատ հանգիստ կարան իրանց գործընկերների հետ այդ թեմայով քննարկումներ ունենան, բանակցեն, նաև մյուս падգամավորների հետ, իրենց ընդդիմություն համարող падգամավորների հետ։ Այսինքն սա ընդ որում օրենքի խախտում է չկա, սահմանափակում է չկա, ազգային ժողովի կանոնակարգը թույլ է տալի, որ միաժամանակ մի քանի գործընթաց տեղի ունենա, այսինքն նես չի որ թե Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյանը նախաձեռնություն են ցուցաբերում, մյուս падգամավորները զրկված են նմանատիպ նախաձեռնություն ցուցաբերելու իրավունքից։ Կարծում եմ որ նորմալ է, եթե իհարկե իրանց նպատակը ազնիվ է,
Ռիսկեր կան, որ նրանք շարունակում են մնալ Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ եւ հնարավոր է այդ գործընթացը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի անհրաժեշտ պահի իրանք 38 ստորագրությունով մտնեն պարլամենտ, դեմ քվեարկեն նախաձեռնության, այդ 6 ամսվա իրավական բանը, սահմանափակումը կիրառեն մյուսների համար։ Բայց մենք միամիտ չենք, գործընթացը վերահսկողության տակ է, հնարավոր չի մեզ տենց մեքենայացությունների միջոցով շփոթեցնել կամ նախաձեռնությունը տանել այլ ուղղությամբ, եւ եթե մենք դες բան զգացին, կարծում եմ, որ այն հանրային աջակցությունը, որ մենք ակնկալում ենք, որ ինչ-որ մի պահի փողոցում այս նախաձեռնությանը պաշտպանելու է, դա ավելի շուտ կգեներացվի եւ իրավիճակը հաստատ իրանց վերահսկողությունից դուրս կլինի։ Հետևենք process-ներին, պարոն Ղազարյան, վաղը խորհրդանում եւս կհանդիպենք։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, լավ եղեք։ Հաջողություն։ Ստես